Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևորը նախ համառոտ։ ԱԱԾ-ից արտահոսքը վարչապետ ինչի մտահոգում Հաջիևի այցը իր գաղափարն է, Փաշինյանի պարզաբանումները նոր սկանդալների առիթ են դարձել։ Մինչ Երևանը խաղաղություն է փնտրում, Բաքուն քարտեզ է փոխում, տարածքային պահանջ խաղաղության դիմակով։ Անկարան խոսում է հարաբերությունների կարգավորումից, բայց կրկին պայմաններով, ինչ է ուզում Թուրքիան Հայաստանից եւ ում ձեռքում է հայ-թուրքական հարաբերությունների բանալին։ Թրամփ-Փեզեշքյան պատմական գործարք 47 տարվա թշնամանքից հետո պատերազմն ավարտվեց, թե փոխվեց ձևը, ինչ գին ունի Թրամփի խաղաղությունը։ TikTok-ի սերունդը կամ մանկություն Wi-Fi-ի տակ, ով է դաստիարակում մեր երեխաներին, կիբերբուլինգից մինչև սեռական հետապնդում, օնլայն աշխարհի թաքնված վտանգները։ Ադրբեջանի նախագահի օգնականի առաջին այցը Հայաստան եղել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Իսկ Զվարթնոց օդանավակայանի հատուկ վերահսկվող տարածքից արտահոսած տեսանյութի առնչությամբ ծառայողական քննության անհրաժեշտություն վարչապետը չի տեսնում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք հայտարարություններ է արել, որոնք նոր քննարկումների առիթ են դարձել թե հայ-ադրբեջանական բանակցությունների թափանցիկության, թե պետական գաղտնի տեղեկատվության շրջանառության եւ անվտանգության համակարգի գործունեության վերաբերյալ։ Փաշինյանը ոչ միայն հաստատեց, որ Արմեն Գրիգորյանի եւ Հիկմետ Հաջիևի հանդիպումը կազմակերպվել է իր հանձնարարությամբ, այլև փաստացի արդարացված համարեց ԱԱԾ համակարգից տեսանյութի արտահոսքը, պնդելով, որ համապատասխան աշխատակիցը կարող է որոշել հրապարակել իր տրամադրության տակ եղած տեղեկությունը, թե ոչ։ Հետո անդրադարձավ ընդդիմությանը, հետո արդարացրեց տոննաներով փչացող ծիրանը, ում տանը ծիրան չի փչանում։ Համեմատեց ռուսներին, թուրքերին, ադրբեջանցիներին ու եվրոպացիներին։ Վերջում էլ հայտարարեց, որ մեկնելու է Մոսկվա։ Ինչ էր փորձում հիմնավորել Փաշինյանը եւ ինչ հակադարձումներ են հնչում նրա հայտարարությունների վերաբերյալ, Սեդակ Յուրեղյանն է ներկայացնում։ Ես կրկոտ հռետոր եմ, հարգելի գործընկերներ։ Փաշինյանը պատասխանում էր լրագրողների հարցերին։ Քոչարյանի ազգային անվտանգության ծառայությունից իշխանական լրատվամիջոց արտահոսած հոլովակից մինչև երկիրը թալանածների վերջին բոթասը հետ բերելը։ Փաշինյանը շոշափեց Հայաստանում ամենակննարկվող թեմաները։ ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի։ Հավելեց, եթե ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտ համարի, կարող է հրապարակել անգամ իր մասնակցությամբ նման հոլովակ, որը կարող է լինել այն անհրաժեշտությունը, ըստ որի օդանավակայանի անցակետում արված հոլովակը, որ ենթակա չէ հրապարակման, արտահոսեց ոչ այլ տեղ, քան իշխանական լրատվամիջոց։ Ազգային անվտանգության ծառայությունը ունի հատուկ ընթացակարգեր, թե ինչը կարող է հրապարակել, ինչը չկարող հրապարակել։ Մենք տվյալ դեպքում գործ ունենք անձնական տվյալների հետ, սահմանադրական նորմի խախտում կա, մարդու անձնական տվյալները իրավունք չունեն նման կերպ հրապարակել, ԱԱԾ-ականների համար թող դաս լինի, որ անօրինական Նիկոլ Փաշինյանի հրամանները տալուց հետո Նիկոլ Փաշինյանը հիմա կարող է չկնեղանալ ու ամբողջ մեղքը վարձել ազգային անվտանգության ծառայության վրա, թե ԱԱԾ-ն իր հայեցողությամբ կարող է նման տվյալ հրապարակել։ Իդեպ Քոչարյանի գրասենյակը նախապես հայտարարել էր, որ հունիսի 14-ին երկրորդ նախագահը 3 օրով Ռուսաստան է մեկնելու անձնական հարցերով։ Նույն օրը առավոտյան Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևն էր շրջում Դիլիջանում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Անդրադառնալով հանդիպմանը, Փաշինյանը չհերքեց լրագրողի պնդումը, որ Հաջիևն ու Գրիգորյանը քննարկել են Հայաստանում ընտրության արդյունքները։ Փաշինյանը որպես հակադարձում բերեց այն, որ մյուսների հետ քննարկելը նվաստացուցիչ չէ, ուրեմն Ադրբեջանի հետ քննարկելն էլ չպետք է նվաստացուցիչ համարվի։ Դա ուղղակի միջամտություններ ոչ թե հարևան երկրի ներքին գործերին, այլ դա թշնամիների կողմից միջամտություններ մեր պետության ներքին գործերին, մեր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներին եւ ազատություններին։ Հարց հնչեց այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեմայով Ադրբեջանում հաճախակի կազմակերպվող ֆորումների վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը ձևակերպեց, դա հետևանք է ազգային ժողովում ընդդիմադիրների սեղանին դրված Արցախի դրոշների։ Քան դեռ ազգային ժողովում ընդդիմությունը դրոշները դրած պահում է, այդ բերելու այդպիսի արձագանքներ եւ դա կապ չունի իրական կյանքի հետ։
ատում է այո Արցախի դրոշ, ինքը ատում է Հայաստանի դրոշը, ատում է յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացու, այդ իր մոտ այդ մոլուցքային ձգտումները, զինանշանը փոխելու, օրհներքը փոխելու, ինչի աղավաղելու ավելի ճիշտ ոչ թե փոխելու, զինված ուժերի զինանշանն էին փոխել, աղավաղել ավելի ճիշտ ինչի համար, որովհետև իրենք նպատակ ունեն վերացնելու ամեն հայկականը։ Հարց ու պատասխանի առանցքում էին իրենց ապրանքը սպառելու խնդրի առաջ կանգնած արտադրողները։ Փաշինյանը ոգևորությամբ արձանագրեց, արդեն տասնյակ երկրներ մթերք է արտահանվել, բայց միաժամանակ չհերքեց փաստը, որ տոննաներով ապրանք է փչանում, չարտահանվելու պատճառով։ Որտեղ փչացած ծիրան են տեսնում, դառնում է Top News, ձևակերպեց երկրի ղեկավարը։ Ձեր տանը ծիրան չի փչանում, մեր տանը ծիրան չի։ Դե ահա, տենց պրոպորցիոնալ պետք է գնալ 2 կիլոգրամ, 20 կիլոգրամ, 200 կիլոգրամ։ Ես նկատի ունեմ այդ ցիկլերի մեջ միշտ էլ այդ process-ը կա, երբեք թափոն արտադրանք գոյություն չունի։ Փորձագետների գնահատմամբ վերջին տարիներին դեպի Ռուսաստան մթերքի արտահանման ծավալն աճել է մոտ 5 անգամ, հասնելով 90%-ի, մինչդեռ Եվրոպա արտահանվում է հայկական մթերքի 1%-ը։ Սեդակ Յուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Մինչ Փաշինյանը կարևոր է համարում Հիկմետ Հաջիևի այցը Հայաստան եւ հայ-ադրբեջանական շփումների շարունակականությունը, հենց Ադրբեջանում շարունակում են զարգացնել Արևմտյան Ադրբեջան կոչված հնարած հայեցակարգը, խոսում ոչ թե խաղաղ համակեցության, այլ Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնությունների լեզվով։ Ադրբեջանի պետական կառույցների մասնակցությամբ արդեն 3-րդ անգամ անցկացվում է վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան փառատոն կոնգրեսը, որտեղ քննարկվում է ադրբեջանցիների իբր վերադարձը Հայաստանի տարածք։ Միաժամանակ Իլհամ Ալիևը շարունակում է հակահայկական հռետորաբանությունը, օրինակ ասում է, չեմ մոռանալու ինչ են արել հայերը մեզ հետ։ Իսկ ադրբեջանցի պաշտոնյաները հայտարարում են, որ Արևմտյան Ադրբեջանի գաղափարը դարձել է ազգային եւ ռազմավարական օրակարգի մաս։ Ինչ է կատարվում Նախիջևանում, Անիա Բաղյանն է հետևել։ Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել եւ չենք քննարկում։ Գուցե Հայաստանի հետ չեն քննարկում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի եւ ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի հարցը, բայց Ադրբեջանի ներսում բավական ակտիվ քննարկում են հարցազրույցներում, հատուկ քննարկումներում եւ փառատոնում, որ արդեն 3-րդ անգամ է կազմակերպվում։ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար։ Հայաստանը պետք է ընդունի այս իրականությունը եւ պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ արժանապատիվ եւ խաղաղ վերադարձի համար։ Նախիջևանի Օրդուբադ քաղաքում այսպես կոչված վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան 3-րդ փառատոն կոնգրեսը կազմակերպվել է Ադրբեջանի պետական մարմինների եւ Արևմտյան Ադրբեջան համայնքի մասնակցությամբ։ Եվ մինչ այդ հարթակից Հայաստան գալու մասին կոչեր ու քննարկումներ են ընթանում, Ալիևը Բաքվում իրականացվող մեկ այլ ֆորումից կոշտ հայտարարություններ է անում, թե իբր չի մոռանա, թե հայերն ինչ են իրենց հետ արել։ Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայ զավթիչները մեր ժողովրդի եւ մեր քաղաքների հետ։ Երբեք չենք մոռանա 65 մզկիթների ավերման մասին։ Հայերը մզկիթներում խոզեր եւ այլ կենդանիներ էին պահում եւ Ադրբեջանը դա երբեք չի մոռանա։ Մինչ Ալիևն իր բնակիչների հիշողությունն է այսպես կոչված թարմացնում ու չմոռանալու քաղաքականություն վարում, Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչներն ասում են, օրինակ Ստեփանակերտի մայր տաճարի ավերման մասին խոսելը սրում է կոնֆլիկտը։ Խաղաղությունը հաստատված հասկանում, մենք դա տեսնում ենք իրական կյանքում, մեր սահմանների վրա չկան կրակոցներ։ Այսինքն եթե մենք ասենք Ադրբեջանը չի էս մեր եկեղեցին քանդում, նա սկսելու է կրակել։ Մենք որևէ կոնֆլիկտային տրամաբանության մեջ չպետք է մտնենք մեր հարևանների հետ եւ այդ հաստատված խաղաղությունը կասկածի տակ չդնենք։ Իսկ եթե կա այդ խաղաղությունը, ինչու է Ադրբեջանը շարունակում տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի տեսքով։ Սա խաղաղություն չէ, ստեղծված իրավիճակը։ Սա հաղթողի կամ անավարտ խաղաղություն է։ Խաղաղություն գիտեք երբ կլինի։ Շատ հստակ ձևակերպեմ, թե երբ կլինի։ Խաղաղություն լինելու է Արցախի հանրապետության դեօկուպացիայի արդյունքում։ Իշարես բազմաթիվ դրական հետևանքների, որ ունենալու է հայ ժողովուրդը։ Նախիջևանում անցկացվող փառատոնը, որ 2023 թվականի Արցախի ամբողջական օկուպացիայից հետո է սկսվել, ոչ թե հանրային նախաձեռնություն է, այլ պետական քաղաքական օրակարգի մաս, նշում է ադրբեջանագետ Դիանա Կարապետյանը։ Նրա խոսքով Ադրբեջանի խոսույթը չի փոխվել Հայաստանի հետ այսպես կոչված խաղաղության գործընթացի պայմաններում։
Չենք մոռանալու թեզը, ինչպես ինքն է նշում, չեն մոռանալու իբրև հայերի արած վայրագությունները, այդ չենք մոռանալու թեզը ցույց է տալիս, որ այնտեղ առնվազն այս պահին գերակայում է կոնֆլիկտի բացասական հիշողությունը, խաղաղությանը գնացող իրենց գոնե թե հայտարարվող նպատակներին։ Ադրբեջանի կրթության եւ գիտության նախարար Էմին Ամուրլայևը հայտարարում է, թե Արևմտյան Ադրբեջանի թեման արդեն դարձել է գործողությունների ռազմավարական ուղղություն։ Այսօր Արևմտյան Ադրբեջանի թեման մեծ նշանակություն ունի Ադրբեջանի ազգային ինքնության ձևավորման, մեր երիտասարդության դաստիարակության, մեր կրթական եւ գիտական կյանքում։ Արևմտյան Ադրբեջանի եւ այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի հարցը նաեւ ներքին խնդիր է լուծում, նշում է ադրբեջանագետ Դիանա Կարապետյանը։ Տարիներ շարունակ մնաց այդ հիմնասյունը, մոբիլիզացիա եղել է հայ աջակցությունը, եղել է Արցախը իբրև թե օկուպացիայից ազատելու գործընթացը, եւ քանի որ այսօր ըստ էության Արցախը Ադրբեջանի Հանրապետության տարածքում է ճանաչել, կարող ենք ասել, որ իրենց պետք է այս բանի որևէ նոր բան, որի շուրջ Ադրբեջանի հասարակությունը կկոնսոլիդացվի եւ այդ ներքին արդեն քաղաքական, տնտեսական խնդիրները նորից կմշուշկան։ Այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի հարցը բացել էր Հեյդար Ալիևը 1980-ականներին, փակել 1994-ի Արցախյան պատերազմի հաղթանակը։ Քաղաքագետ Հասան Ջալալյանի խոսքով Արցախի օկուպացիան կանաչ լույս է վառել Ադրբեջանի համար, որևէ պատնեշի չհանդիպելով 2020-ից հարցը չի փակվում մինչ օրս։ Ավելին, ադրբեջանցիների որակմամբ դարձել է գործողությունների ռազմավարական ուղղություն։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Ադրբեջանը խոսում է Արևմտյան Ադրբեջանից Թուրքիան հարաբերությունների կարգավորումից, բայց որքանով են դրանք առանցին գործընթացներ։ Թուրքիան կրկին հայտարարում է, որ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Հայաստանն ասում է, պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների։ Թուրքիան էլ ասում է, անհրաժեշտ պայմանները դեռ պետք է հասունանան։ Տարիներ են անցել հայ-թուրքական բանակցությունների մեկնարկից, սակայն Անկարայի խոսույթում պայմաններ բառը շարունակում է մնալ առանցքային։ Թե ինչ պայմանների մասին է խոսքը, պաշտոնական Անկարան չի մանրամասնում։ Սակայն փորձագետների մի մասը համոզված է, որ Թուրքիան շարունակում է հայ-թուրքական գործընթացը դիտարկել ոչ թե բացառապես Երևան-Անկարա հարաբերությունների, այլ Բաքվի շահերի եւ տարածաշրջանային ծրագրերի շրջանակում։ Ում ձեռքում է հայ-թուրքական հարաբերությունների բանալին Սեդա Մակարյանն է ներկայացնում։ Թուրքիան կրկին խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, բայց կրկին պայմաններով։ Այս անգամ պայմանները միայն Հայաստանին չի ներկայացնում, այլ ակնարկներ է ուղղում միջազգային գործընկերներին, կարծում է փորձագետը։ Թուրքիան հիմա այս պահին իր դիրքերը այդպես են ցույց տալիս, որ դեռ փորձում է իր խնդիրները լուծի Ադրբեջանի հետ։ Այսինքն իրենց բոլոր խոսակցությունները, որ միջ այդ եղել է, որ այս ճանապարհը պիտի բացվի, ես կարծում եմ իրանք այդ փուլի մեջ են, որ Ադրբեջանի հետ են իրանց հարցերը կարգավորում, որովհետև ամեն դեպքում Հայաստան-Ադրբեջան խաղաղություն կոչվածը նաև ինչ որտեղ կախված է նաև Թուրքիայի կամքից։ Afrika başta olmak üzere Ռուսաստան կատարած այցից հետո Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Փաշինյանի կառավարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շատ կարևոր քայլեր է ձեռնարկել։ Ապա հավելել, հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, երբ անհրաժեշտ պայմաններ առաջանան։ Իսկ որոնք են այդ պայմանները։ Այդ նախապայմանները ենթադրում են ոչ միայն Արցախի հանձնումը Ադրբեջանին, այլ նաև այն տեսակ փաստաթղթերի ստորագրում, պարտավորեցնող փաստաթղթերի ստորագրում, որոնք առնվազն կչեզոքացնեն Թուրքիայի Ադրբեջանի ընկալմամբ, Հայաստանից իրենց ընկալմամբ երկու վտանգները։ Տարիներ շարունակ Անկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում էր Արցախի հակամարտության հետ։ Հիմա փոխվել է Թուրքիայի խոսույթի հասցեատերը։ Թուրքիայի արտգործնախարարը չի հստակեցնում, թե ում է ուղղված իրենց ակնարկը, սակայն փորձագետների մի մասը համոզված է, որ Անկարան շարունակում է առաջնորդվել ոչ այնքան Երևան-Անկարա երկկողմորակարգով, որքան Բաքվի ակնկալիքներով։ Այդ դեպքում ստացվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բանալին շարունակում է մնալ ոչ թե Անկարայում կամ Երևանում, այլ Բաքվում։ Այս
փաստաթղթերից մեկը այսպես կոչված խաղաղության պայմանագիրն է։ Փաստաթղթերից երկրորդը եւ կյանքի կոչելու տեսանկյունից պրոյեկտներից երկրորդը դա Զանգեզուրի միջանց կապվածն է։ Երրորդը դա Հայաստանի դեմոգրաֆիկ կազմի փոփոխությունն է, որտեղ պետք է լինեն նաեւ ադրբեջանցիներ, որոնք պետք է հենասյուն հանդիսանան Ադրբեջանի եւ Թուրքիայի համար Հայաստանի դեմ ցանկացած բանի գործողություն իրականացնելու համար։ Հիմա այս պայմանները քանի դեռ կյանքի չեն կոչվել, Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են ինչքան ուզեն ձգեն, ինչ նոր նախապայմաններ ասես առաջ բերեն, արդյոք Հայաստանի ներկայացուցիչ խանութները չգիտեին այդ մասին, իհարկե գիտեին, շատ լավ գիտեին։ Բայց թուրքական պետությունը այլ հաշվարկներ էլ ունի, ըստ մասնագետների Ֆիրանի ու օրեր առաջ Էրդողանի կուսակցության դաշնակից Դևլետ Բահչելիի խոսույթը տեղավորվում է նույն տրամաբանության մեջ։ Այսինքն Թուրքիան այժմ կենտրոնացած է Սյունիքի միջոցով իր ռազմավարական ծրագրերի իրականացման վրա։ Ոչ միայն ես պայմանները կարծում եմ Հայաստանին է վերաբերվում, այլ ես կարծում եմ ավելի միջազգային հարցեր, այսինքն մենք հիմա ունենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, խնդիրները, որ խոսքի օրինակի համար Թուրքիան ունի իր արևանների հետ, որտեղ Միացյալ Նահանգները Հունաստանին է զինում։ Եվ այդ բոլորը ես կարծում եմ նաև Թուրքիայի կողմից ակնարկ է ոչ թե Հայաստանին, այլ միջազգային իր դաշնակիցներին, անձինս Միացյալ Նահանգների, որը այս ճանապարհը կբացվի, միջին միջանցքի մասին է խոսքը, հիմա ինչ անուն որ ուզենանք իր համար դնենք, կբացվի, երբ իմ պայմանները, կոպիտ ասած Թուրքիայինը բավարարվեն։ Եվ մինչ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների, Թուրքիան հերթական անգամ հիշեցնում է, այդ նախապայմանները դեռ ամբողջությամբ չեն կատարվել։ Սեդամ Օկարյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իդեպ Ստրասբուրգի դատարանն այսօր հրապարակել է ապրիլյան քարորյա պատերազմի գործերով առաջին վճիռը։ Այն վերաբերվում է ադրբեջանցի զինծառայողների կողմից մայոր Հայկ Թորոյանի խոշտանգմանն ու սպանությանը։ Միեդը արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը, պարտավորեցրել Բաքվին հատուցում վճարել նրա հարազատներին, պատասխանատվության կանչել խոշտանգման հրահանգ տվողին ու կատարողին։ Այս գործով փաստաբանական թիմի անդամ Սիրանույշ Սահակյանի տեղեկացմամբ ապրիլյան պատերազմի գործերով ավելի քան 20 վճիռ է սպասվում առաջիկայում ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների խոշտանգումների վերաբերյալ։ Վերադառնանք Հայաստան։ Հավաքական ընդդիմության գլխավոր հարցը Փաշինյանի հեռացումն է։ Նախորդին մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել է ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Կարապետյանը չի հստակեցրել, թե արդյոք վերցնելու են մանդատները եւ գնալու են խորհրդարան, թե ոչ։ Միայն նշել է, որ այդ հարցը պետք է քննարկել ժողովրդի հետ բաց, ուղիղ եթերում, ցույց տալով եւ մանդատները վերցնելու եւ չվերցնելու մինուսներն ու պլյուսները։ Այդուամենայնիվ 29 մանդատ ստացած դաշինքի առաջնորդը պնդել է, որ Փաշինյանի ցանկությունն է, որ իրենք մանդատները չվերցնեն։ Հակադարձելով Փաշինյանի այն ձևակերպմանը, թե ջախջախելու է եռագլուխ ուժերին, Կարապետյանն ասել է, որ Փաշինյանն արդեն գործ ունի ոչ թե 3, այլ 700,000 գլխի հետ։ Կարապետյանը նաև հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցեսի մեկնարկի մասին, որի շրջանակում առաջարկում է ստեղծել ընդդիմադիր ուժերի հետ ընտրական կոալիցիա, համակարգող խորհուրդ։ Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես, քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել, դրա համար հիմա շատ կարևոր է մեր երկրի եւ ժողովրդի համար այս համախմբումը։ Ինձ թվում է այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Ես առաջարկում եմ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր խնդիրները մեր ժողովրդին բացահայտենք, ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին, հասկանալով, որն է ճիշտ, գնանք այդ քայլերով։
Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց եւս 3 ամսով։ Համապատասխան որոշումը կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով հանրային մեղադրողի միջնորդությունը։ Միաժամանակ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը, թույլատրելով Բագրատ Սրբազանին մասնակցել մայր տաճարում անցկացվող կիրակնօրյա պատարակներին։ Նիստի ընթացքում Սրբազանը հայտարարեց, որ իրենք ոչ թե ահաբեկիչներ են, այլ հակաահաբեկիչներ, իսկ իշխանությանն անվանեց ահաբեկված։ Որոշման հրապարակումից հետո դահլիճում ներկաները վանկարկում էին ամոթ։ Եթե չեն ենթարկում, դահլիճից դուրս եք հրավիրում բոլորին։ Ձեզ Բագրատ Սրբազան տնային կալանքի տրման վայր նշանակել է այն ինչ որ պաշտպանը նշեց, եթե ցանկանում եք դատարանը հրապարակի, կհրապարակեմ, եթե ոչ, բնականաբար գրավոր տեսքով նշված է Կոտայքի մարզը, ասեն ամբողջական չեմ նշում, քանի որ գրավոր նշված է։ Այսօր 17 մարդ է վիրավորվել Մոսկվայի մարզի վրա ավելի քան 190 անօդաչու սարքի կիրառման փորձարկման հետևանքով։ Ուկրաինայի զինված ուժերը սկսել են վերջին 2 տարվա ընթացքում իրենց ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի մարզի վրա։ Մոսկվայի քաղաքապետի խոսքով մի քանի անօդաչու սարք կարողացել է հասնել նավթավերամշակման գործարան։ Տարվում են հետևանքների վերացման աշխատանքներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս դրոնային հարձակումն անվանել է ռուսական հարձակումներին արդարացի պատասխան։ Զելենսկին հայտարարել է, որ եթե այրվում է Ուկրաինան, կայրվի նաև Մոսկվան։ Եվ պատմական համաձայնագրի մասին։ Միացյալ Նահանգներն ու Իրանը ձեռք սեղմեցին, բայց զենքերը դեռ սեղանին են։ 47 տարի շարունակ ԱՄՆ-ն ու Իրանը միմյանց նկատմամբ կիրառել են պատժամիջոցներ, սպառնալիքներ եւ ռազմական ճնշում։ Այժմ նույն երկրների ղեկավարները հայտարարում են պատմական համաձայնության մասին, որը կարող է փոխել ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի ուժային դասավորությունը։ Փաստաթուղթը նախատեսում է պատժամիջոցների փուլային մեղմացում, 100 միլիարդավոր դոլարների տնտեսական ծրագրեր եւ Իրանի միջազգային մեկուսացման թուլացում։ Սակայն համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Դոնալդ Թրամփը նաեւ զգուշացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է նոր հարվածների, եթե Թեհրանը չկատարի ստանձնած պարտավորությունները։ Սա իրական խաղաղության սկիզբն է, թե հերթական ժամանակավոր գործարքը, որտեղ կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր հաղթանակը ներկայացնել որպես պատմական ձեռքբերում, դիտենք ռեպորտաժը։ 47 տարի միմյանց սպառնացող պատժամիջոցներ կիրառող եւ պատերազմող կողմերը Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարում են համաձայնության մասին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ստորագրել են փաստաթուղթ, որը կարող է փոխել ոչ միայն երկու երկրի հարաբերությունները, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզը։ Բայց այդուամենայնիվ նախագահ Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածները, եթե Թեհրանը չկատարի իր ստանձնած պարտավորությունները։ Ամեն դեպքում պատմական է ինքը եւ մեծ տարբերություն ունի 15 թվականի ձեռքբերված համաձայնագրի հետ, այստեղ նաև այն տարբերությունը, որը Իրանը տարածաշրջանում իր հեգեմոնիկ ամեն դեպքում շրջանակները պահպանեց։ 14 կետից բաղկացած ուշագիրը նախատեսում է հրադադար, պատժամիջոցների փուլային վերացում, սառեցված ակտիվների ապաշրջափակում եւ Իրանի տնտեսության վերականգնման համար 100 միլիարդավոր դոլարների ծրագրի մշակում։ Սակայն գլխավոր հարցն այն է, թե իրականում ով է ավելի շատ շահել այս համաձայնությունից։ Պահպանեց իր հրթիռային ծրագիրը, ստացավ կամ ստանալու է պատերազմից պատճառած իր վնասների գումարները, տրանզուգահեռ նաև ստանալու է իր սառեցված գումարները, որը այսքան տարի նավթի վաճառքից արդեն գոյացել էր մոտ 24 միլիարդ դոլարի մասին է խոսքը գնում, այնպես որ ավելի շահավետ
համաձայնագիրը Իրանի համար, քան այն ինչ որ 15 թվականին էր։ Հուշագրի ամենաքննարկվող կետերից մեկը վերաբերում է Իրանի տնտեսությանը։ Փաստաթղթով նախատեսվում է առնվազն $300 միլիարդ զարգացման ծրագիր, իսկ Միացյալ Նահանգները պարտավորվում է փուլային կերպով թույլատնել տնտեսական սահմանափակումները։ Միաժամանակ փաստաթուղթը չի պարտադրում Իրանի միջուկային ծրագրի ամբողջական դադարեցում։ Թեհրանը միայն վերահաստատում է, որ չի ձգտելու միջուկային զենքի ստեղծման, իսկ մնացած հարցերը թողնվում են հետագա բանակցություններին։ Իրանագետի խոսքով այս համաձայնագրով Մերձավոր Արևելքում ձևավորվում է ուժային նոր հավասարակշռություն, որտեղ վերջին զարգացումներից հետո իր դիրքերն է վերաիմաստավորում ոչ միայն Իրանը, այլ նաև Պակիստանը, Կաթարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան արդեն իրենց հստակ դերերը ստանձնել են եւ փորձում են այս մրցակցության մեջ պահպանեն իրանց ձեռք բերված դիրքը։ Իրանը նաև ամեն դեպքում այս պատերազմից հետո իրեն այնպես դրսևորեց, որ արդեն տարածաշրջանի երկիրները ճակերտյալ ասած պարտավոր են իրենց անվտանգությունը ապահովելու համար հաշվի առնեն նաև Իրանի տեսակետները։ Թեև համաձայնագիրը տարբեր արձագանքներ է առաջացրել Իսրայելում, փորձագետները չեն շտապում այն ներկայացնել որպես Թել Ավիվի պարտություն։ Հակառակ փաստաթղթում ամրագրված մի շարք դրույթներ ըստ նրանց համապատասխանում են նաև Իսրայելի անվտանգության հիմնական պահանջներին։ Իսրայելը նաև ձեռքբերումներ ունի այս համաձայնագրից, որովհետև երբ Իրանը բացահայտ պարտավորվում է չգնալ դեպի միջուկային զենք, դա արդեն Իսրայելի ձեռքբերումն է։ Հիմա քաղաքական, իրենց ներքաղաքական խնդիրներով կարող է իրենք խոսեն, ներկայացնեն, որ սա մենք միայնակ մնացինք, Ամերիկան խոսքի օրինակի համար մեր շահերը հաշվի չառավ, այո, որոշ չափով հաշվի չառավ, այսինքն Միացյալ Նահանգները նաև իր շահերը ավելի նախընտրեց, քան իր դաշնակցի։ Բայց ես կարծում եմ, այդտեղ Իսրայելը ավելի շատ ձեռքբերում ունի, քան կորուստ։ Փոփոխությունները կարող են անդրադառնալ նաև Հարավային Կովկասի վրա, եթե Թեհրանը դուրս գա միջազգային մեկուսացումից եւ ամրապնդի իր տնտեսական ու քաղաքական դիրքերը, ապա կարող է ավելի ակտիվ դերակատարում ունենալ տարածաշրջանային գործընթացներում, այդ թվում Հայաստանի համար կարևոր անվտանգային եւ տրանսպորտային հարցերում։ Արա Պողոսյանի գնահատմամբ հնարավոր փոփոխությունները հատկապես կարող են անդրադառնալ տարածաշրջանային լոգիստիկ նախագծերի վրա, այդ թվում միջին միջանցքի ձևաչափի վրա, որը ներկայումս դիտարկվում է որպես ռազմավարական կապուղի։ Եթե այս պայմանավորվածությունը կյանքի կոչվի եւ այն սցենարը, որը պատկերացնում են Միացյալ Նահանգներում զարգանա, այսինքն Իրանի հետ հարաբերությունները տրանսֆորմացվեն այնպես, որպեսզի Իրանը դառնա Միացյալ Նահանգների գործընկերը տարածաշրջանում, ապա այդ պարագայում կարծում եմ լոգիստիկ իմաստով կկորցնի իր ռազմավարական նշանակությունը թռիփը։ Փորձագետի խոսքով Իրանի համար եւս առանցքային է մնում ամերիկյան ներկայության հարցը տարածաշրջանում, իսկ վերջնական զարգացումների վերաբերյալ հստակ կանխատեսումներ անել դեռ վաղ է։ Եվ մեր օրերի ամենատխուր վիճակներից մեկի մասին։ Տարիներ առաջ բակերը լի էին երեխաների աղմուկով, իսկ այսօր նրանցից շատերին կարելի է գտնել ոչ թե խաղահրապարակում, այլ սմարթֆոնի էկրանի դիմաց։ Իմ աղջիկը դեռ 3 տարեկան էլ չկա, բայց արդեն շատ լավ գիտի ինչ է հեռախոսը, ինչ է կարելի դրանով անել, ինչ հնարավորություններ ունի այն, երբեմն բավական է, որ այն հայտնվի տեսադաշտում եւ նրա համար կարող են անհետաքրքիր դառնալ տանը եղած գրեթե բոլոր տարատեսակ խաղալիքները։ Եթե մի պահ բացում եմ սոցիալական ցանցը կամ տեսանյութ եմ նայում, փորձում եմ միջամտել, թերթել անհասկանալի ռիլեր, հաճախ անցանկալի բովանդակությամբ։ Կարծում եմ շատ ծնողների է ծանոթ այս երևույթը։ Բայց եթե 3 տարեկան երեխային դեռ հնարավոր է պարզապես արգելել կամ ձեռքից վերցնել հեռախոսը, շեղել այլ զբաղմունքով, պատկերն այլ է մի փոքր մեծ երեխաների դեպքում։ Ավելի մեծերին էկրանի հետևում սպասում են ոչ միայն մուլտֆիլմեր ու խաղեր, այլև սոցիալական ցանցեր, ալգորիթմներ եւ երբեմն վտանգներ, որոնց մասին մեծահասակները հաճախ ուշ են իմանում։ Որպես ծնող հաճախ եմ մտածում, եթե 3 տարեկանում էկրանը նման հետաքրքրություն է առաջացնում, ապա ինչ է կատարվում այն երեխաների հետ, որոնք արդեն ունեն սեփական հեռախոս, TikTok կամ Instagram։ Որտեղ է անցնում օգտակար տեխնոլոգիայի եւ վտանգավոր կախվածության սահմանը, Գառնի Մութաֆյանն է զրուցել մասնագետների հետ։ Եթե այս բակը նկարեինք 2005 կամ 2010 թվականին, ամենայն հավանականությամբ ստիպված կլինեի բարձր խոսել, որովհետև երեխաները շուրջ բոլորը կվազեին, գնդակ կխաղային, հեծանիվ կքշեին։ Այսօր երեխաները ավելի քիչ են, իսկ նրանք ովքեր կան, հաճախ իրար կողքին նստած են, բայց յուրաքանչյուրը սեփական էկրանի մեջ։
2010-ից հետո սմարթֆոնը դարձել է երեխաների առօրյայի անբաժանելի մասը։ Հետո եկավ TikTok-ը, հետո COVID-ը եւ էկրանի դիմաց անցկացրած ժամերն աճեցին, իսկ բակում անցկացրած ժամանակը նվազեց։ Բայց խնդիրը միայն այն չէ, որ երեխաներն ավելի քիչ ժամանակ են անցկացնում դրսում։ Մասնագետները զգուշացնում են, չափից ավելի էկրանային կյանքը կարող է անդրադառնալ նաև երեխայի հոգեկան առողջության վրա։ Կենտրոնացման դժվարություններ, քնի խանգարումներ, անհանգստություն, դյուրագրգռություն ու ագրեսիվ վարք, սրանք այն խնդիրներն են, որոնք ըստ հոգեբանների ավելի հաճախ են հանդիպում էկրանների առջև երկար ժամանակ անցկացնող երեխաների մոտ։ Երբ որ երեխաները երկար ժամանակ ուղղակի թերթում են ինչ-որ տեսանյութեր եւ առաջանում է տեղեկատվական գրոհ, հենց այդպես կարող եմ ասել։ Այսինքն երեխաները գտնում են տեղեկատվական գրոհի մեջ։ Հավելվածները փոխվում են, թրենդները նույնպես։ Մի քանիսը կորցնում են իրենց հանրաճանաչությունը, մյուսները մեկ գիշերում դառնում դեռահասների ամենասիրելի զբաղմունքը։ Բայց գրեթե բոլորի նպատակը նույնն է՝ հնարավորինս երկար պահել օգտատիրոջ ուշադրությունը։ Հայաստանում դա հիմնականում Instagram, TikTok, Snapchat։ Յուրահատկություններից մեկն այն է, որ օրինակ ծնողների մեծ մասը նույնիսկ չի լսել Snapchat-ի մասին, եւ այդ առումով մարդիկ նույնիսկ տեղյակել չեն իրենց երեխաները ինչով են զբաղված։ Շատ ծնողներ այս պատկերին ծանոթ են։ Երեխան հրաժարվում է ուտելուց, լաց է լինում կամ անհանգիստ է։ Իսկ հեռախոսը դառնում է ամենահեշտ լուծումը։ Սկզբում ընդամենը մի քանի րոպե, հետո մեկ տեսանյութ, եւս մեկը եւ աննկատ անցնում են ժամեր։ Մասնագետի խոսքով սա պատահական չէ։ Ալգորիթմը փաստացի մի քանի տեսանյութ դիտելուց հասկանում է ինչն է հետաքրքրում մարդուն, երեխա լինի թե մեծահասակ, եւ սկսում է նմանատիպ բաներ ցույց տալ ու փաստացի մարդ կարող է ժամերով անընդհատ թերթի հետ քաշ տեսանյութերը ժամանակի զգացողությունը փորձնում է։ Տվյալ պահին ես չեմ առանձնացնում երեխաներին ու մեծահասակներին, բոլորն էլ նույն նավակում են։ Անընդհատ սկրոլ անելով դեռահասը բախվում է ինֆորմացիոն հսկայական հոսքի, որը հաճախ չի կարողանում վերլուծել կամ զտել։ Իսկ այդ տարիքում իրականն ու կեղծը, օգտակարն ու վտանգավորը տարբերակելը միշտ չէ, որ հեշտ է։ Երբեմն նույնիսկ մեկ անմեղ թվացող տեսանյութը կարող է լուրջ ազդեցություն ունենալ երեխայի հոգեբանական վիճակի վրա։ Դեռահասները դինելով այն փուլում, որ պետք է հետևեն իրենց մարմնին, ամաչում են իրենց մարմնից, չէ՞ որ փոփոխություններ են տեղի ունենում, իրենք կարծում են, որ դիետաների միջոցով կհաղթահարեն այդ խնդիրները եւ սկսում են իսկապես չուտել, քիչ ուտել, իսկ մենք գիտենք, որ դեռահասության տարիքում հակառակը պետք է ուտել, սնվել նորմալ։ Այսինքն ստացվում է, որ առողջ ապրելակերպը դարձել է արդեն ծայրահեղական բնույթ է կրում։ Բացի կիբերբուլինգից, օնլայն տիրույթում երեխաներին սպառնում են նաև անծանոթների հետ շփումները, անձնական տվյալների արտահոսքն ու սեռական հետապնդման փորձերը։ Մեդիա փորձագետի խոսքով Հայաստանում այս խնդիրների իրական ծավալը դժվար է գնահատել, քանի որ շատ երեխաներ պարզապես չեն պատմում իրենց հետ տեղի ունեցածի մասին։ Ամենամեծ խնդիրն անում է, որ երեխաների, որոնք ենթարկվում են նման հալածանքների կամ հետապնդումների, երկրորդը ոչ ոքի չի պատմում նրա մասին, իսկ երբ որ պատմում են մենակ մոտիկ ընկերոջը, որից էլ դուրս չի գալիս դա, փաստացի իրավապահներին կամ հանրային տիրույթ հաստում է շատ չնչին մասը։ Հենց այստեղ էլ մասնագետների կարծիքով ամենակարևոր դերը ծնողինն է։ Վերահսկելը բավարար չէ։ Անհրաժեշտ է երեխաների հետ ստեղծել վստահության մթնոլորտ, որպեսզի նա չվախենա պատմել այն ամենի մասին, ինչ տեսնում կամ ապրում է նաև վիրտուալ աշխարհում։ Շատ կարևոր է դպրոցի դերը, որտեղ դասընթացներ կան։ Ես գիտեմ, որ կան դասընթացներ կիբեր անվտանգության հետ կապված, թե ոնց է իրականացվում, ինչ արդյունք է տալիս, դրանց մասին չգիտեմ։ Շատ կարևորում եմ, որ այս մասով ծնողներին ընդգրկեն դպրոցական դասընթացներում, որովհետև երեխան սովորում է մեկ բան է, ծնողը երբ որ գիտի ինչպես կարող է երեխայի հետ խոսել այդ մասին եւ անմիջական լինել, այլ բան է։ Սմարթֆոններն ու սոցիալական ցանցերը վաղուց դարձել են մեր կյանքի մի մասը եւ դժվար թե անհետանան։
Հարցն այլ է. կարողանան արդյոք մեծահասակները երեխաներին սովորեցնել օգտվել այդ աշխարհից առանց այնտեղ կորցնելու իրական մանկությունը։ Որովհետև երբ խաղահրապարակներն աստիճանաբար դատարկվում են, իսկ էկրանները զբաղեցնում են նրանց տեղը, ամենակարևոր մարտահրավերը դառնում է ոչ թե տեխնոլոգիաներից հրաժարվելը, այլ դրանց հետ առողջ ու անվտանգ հարաբերություններ կառուցելը։ Գառնի Մութաֆյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այժմի լրահոսն այսքանն էր, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, վստահ եղեք, որ բաց չեք թողնի տեղական ու միջազգային ամենահրատապ լուրերը։ Կհանդիպենք ժամը 21-ին։